Միանշանակ կա խնդիրը, ավելին, եթե մեր ձեր սերունդը իհարկե կհիշի, երբ որ 1990-ականների վերջին Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիան ստեղծվեց, ընդհանուր մինչև 2000-ականների առաջին կեսը բավականին համարվում էր այնտեղ ընդունվելը, ավարտելը բավականին այսպես լավ բան, ձեռքբերում, սակայն հետագա տարիներին ընկավ որոշակիորեն, դա իրոք ցավալի է, եւ սա մեր բանակաշինական բացթողումներից մեկն է, որը պետք է ուղղել։ Խնդիրը ցավոք նորից հանգում է ֆինանսներին, պետությունը պետք է ամենից առաջ ուշադրություն դարձնի սպայակազմի վրա, որովհետև սպայակազմը բանակի մեջ կա։ Ժամկետային զինծառայողները 2 տարով մտնում են զինվորական համակարգ եւ դուրս են գալիս, սակայն սպան այդ համակարգում է առնվազն 2 տասնամյակ, եթե ոչ ավել։ Այս պայմաններում միայն մի ելք կա, ընդ որում այդ ելքը միանգամից չի արդյունք տա, այլ պետք է դա ներդրում արվի եւ արդյունքում գուցե 10-15 տարի հետո ունենալ վերջնարդյունք։ Ելքը հետեւյալն է. պետք է լավ սպայակազմին վճարել եւ պետք է սպան ստանա մեր հասարակության մեջ առկա միջին աշխատավարձից էականորեն բարձր գումար։